կլինի երկար ժամանակում, բայց այս խնդիրը պետք է լուծվի։ Ըստ որում հաշվի առեք, Ալիևը շատ լավ է աշխատում աշխարհի հետ, հասարակական կարծիք ստեղծելու համար։ Ինքը ծախսում է միլիարդներ։ Մենք ունենք Սփյուռք, որը կարող է անել այն, ինչին միլիարդներն էլ չեք ունելի։ Ու մենք այդ բանը չենք օգտագործում։ Իհարկե Արցախի հարցի հետ միասին պետք է լինի գերիների վերադարձ եւ այլն, հասկանալու է, բայց պետք է ձևակերպել այդ պահանջները։ Սահմաններ Ադրբեջանի հետ, ես օտար բառերը չօգտագործեմ, սահմանից ճշտում բանի հետ, շատ հստակ է։ Ասեք, որ սկսվեց 88-75 թվականին, բայց առանց անկլավների։ Մեզ պետք չի մեր անկլավ Ադրբեջանում, իրանք պետք է հանդգնեն ուզենալ իրանց խլատը, որտեղ այդ անկլավներում եթե եղավ Ադրբեջանը, դա նշանակում է դուք ու ներսում պահում ես օտար զորք, որը ցանկացած բան կարող եք այդ ոչնչացնել։ Սպառազինություն։ Մենք պետք է ասենք, որ Ադրբեջանի հետ միասին մենք պետք է ունենանք բալանս ուժերի, որ ոչ մեկի մոտ գայթակղություն չառաջանա դիմացինի վրա հարձակվելու։ Ուրեմն առաջի հարցը նախևառաջ մեզ եւ աշխարհին ցույց տալ, որ մենք լինենք վճռականությամբ, պետք է լինի մի հռչակագրի պես մի բան, որը հիմա այն մեր ժողովուրդ համոզությամբ ընդունի, որի շուրջը համախմբվեն բոլոր քաղաքական, հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը, որ ասի այս է մեր ճանապարհը։ Եվ այդ ճանապարհի մեջ առաջի քայլը իշխանություններից ազատվելը։ Ես իշխանությունների մասին շատ չեմ ուզում խոսել, մեկ ասում է տգետ, մեկ ասում է դավաճան ծախված, մի կողմ գցենք այդ ամեն ինչը։ Ես տեսնում եմ հանձնարարված է գործ, ինչ է կատարվել Հայաստանում, օրեցօր վատացում, կորուստներ, եթե իշխանությունը վաստապիտի փոխեց այդ երկու կարծիք լինել չի կարող։ Բայց որպեսզի մենք լինենք միասնական, պետության նախկին կառուցվածքը մեզ չի բավականացնում։ Որտեղ նախկին կառուցվածքի մեջ սովորական ժողովրդի տղաները ծառայում էին, բանակում գնում էին պատերազմ, մի քանի հոգի հարստանում էին։ Ըստ որում այդ հարստությունը կարող էին Հայաստանից դուրս անել եւ ոչ մի պատասխանատվություն չէին կրում հայ ժողովրդի առջև։ Եթե մենք միասնական ենք, ուրեմն ներսում կլինի արդարություն։ Ներսում պետք է բոլորը նույն պատասխանատվություն ունենան։ Եթե պետությունը մի բան շահեց, այդ շահածը պիտի հասանելի լինի ոչ թե մի քանի մեծահարուստի, այլ պիտի հասանելի լինի ամբողջ ժողովրդին։ Եթե մենք այդպիսի կառուցվածք չունենք, ժողովուրդը երբեք միասնական չի լինի։ Որտեղ իշխանությունը եւ փողը պատկանեն մի քանի հոգու, իսկ դառն ու ցավը մնացած է։ Այդպես հնարավոր չի կազմակերպել պետություն։ Մենք ընդհանրապես ասած պետք չի կապիկի պես կապկենք, տնօրինակենք եվրոպական բոլոր բան ամեն ինչները։ Մենք անկախ պետություն ենք, մենք կառավարման ձևը, ես գտնում եմ, որ եվրոպական ձևը լավագույնն է, այդ ժողովրդավարությունը բանը որը կա, այդ ձևը մենք պիտի վերցնենք, բայց պարտադիր չի մենք իրենց արժեքները լրիվ վերցնենք, մենք մեր արժեքներ ունենք։ Մեր արժեքների մեջ կարևոր է ընտանիքը, կարևոր են երեխաները, կարևոր են, որ երկու սեր կա, այդ ամեն ինչը կարևոր է, ինչ մենք իրանցից վերցնենք։ Ամեն մեկից վերցնենք այն ինչ որ մեզ պետք է, բայց դարձնենք մերը, ոչ թե աշխատենք դրանով թույլ գալ մյուսներին։ Եվ մեկ էլ, երբ որ մենք հարաբերություն ենք անում գորյուց երկրի հետ, չի կարելի հաշվի առնել, թե երկրի ներսում ինչ կառուցվածք կա։ Նայեք, Ռուսաստանից մենք գործ չենք, բայց Ռուսաստանի դեմ այդ շարժումները որ սկսվեցին, ինչի սկսվեցին, որ դեմոկրատական չի, այսինքն Եվրոպայից եկած սպարս բաները, նրանք Ուկրաինայի հարցում ինչ-որ պրոբլեմներ ունեն, մեր մոտ մի քանի երիտասարդի փող են տալիս, այն մյուսներն են ապուշացած հետները գնում են, սկսում են մեր հարաբերությունները երկրների հետ չափսնել։ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան նույն կառուցվածքով ունեն, էլիապես տարբեր են։ Ամենամոտիկ պետություններն են։ Մենք դաշնակիցներ ունենալու ժամանակ
բացարձակապես պիտի հաշվի չառնեն իրանց ներսում ինչ բարքեր է, այլ պիտի հաշվի առնենք այս պետության և մեր շահերը համընկնում են, կարող են իրար օգտակար լինել, թե ոչ։ Եվ այդ մանկական խաղերը գաղափարախոսության վրա, բարոյական կամ լիբերալիզմի կամ չեմ անում ինչի գաղափարների վրա բարեկամներ կորցնել և թշնամացնել, դրանից ավելի սարսափելի բան չկա, այն ինչ որ կատարվում է Հայաստանում։ Հիմա հեշտ է ասել, որ իշխանությունը պետք է փոխել, դուք ինքներդ տեսաք քանի պայքար եղավ և չբերեցին դրան։ Ես նորից կրկնում եմ, որ երբ որ խոսքը գնում է մարդկանց մասին, որ արի այս մարդուն փոխենք և չեմ իմանում ում բերենք դնենք դրա տեղը, ժողովրդի համար է դա ոգևորիչ չի։ Դուք ժողովրդին համոզես, որ կա մի ճանապարհ, որով այս պետությունը գնում է և այդ ճանապարհը տանում է դեպի անդունդ, և կա ճանապարհ, որով մենք կարող ենք փրկվել։ Եթե գալիս ես մեր ճանապարհով, եկեք միասին համախմբենք։ Պետք է ստեղծվի համազգային ճակատ, որի խնդիրը Նիկոլին Քսելը չի, որի խնդիրը ճանապարհով գնալն Նիկոլի Քսելը դա հետևանք է այդ ճանապարհից, որտեղ այդ ճանապարհը պահանջում է, որ իրան քսես։ Որտեղ սկսենք վիճել, թե ով լինի Նիկոլի փոխարեն, սի մարդու անուն պետք է չի տա։ Ճակատ, եթե այդ ճակատը չկա, իմպիչմենտը փակուղի է, ընտրությունները փակուղի է։ Այն որ առանց շարժման իմպիչմենտ չի կարող լինի, բոլորիս հասկանում։ Գանք հետ ընտրություններ։ Այս ընտրությունները, որ պիտի լինեն 26 թվին, էապես տարբերվում են 21 թվի ընտրություններից ինչու։ 21 թվին կար շարժում, պատերազմից հետո մեծ վախ կար իշխանությունների մեջ ժողովրդից, և այդ շարժումը իշխանություններին մտցրել էր բունկերում էին հիմնականում։ Եվ իրանք գտան փրկության միակ ձևը, դա ընտրություններ հայտարարելն է։ Բայց եթե ընդդիմությունը չգայթակվեր, և ոչ թե ասեք մենք են գնում ընտրությունների, ասեք որ մենք դեմ ենք ընտրությանը, մենք շարունակելու ենք այս պայքարը, լրիվ ուրիշ վիճակ ունենայինք մենք ստեղ։ Այնպես որ չասեն, որ դե ընտրություններ ուզած-չուզած գնացել ենք, չէ, այս ընտրությունը առանց ընդդիմության համաձայնության տեղի չէ ունեն։ Այս ընտրությունը ուրիշ է։ Այս ընտրությունը մենք ուզենք, չուզենք, այս ընտրությունը տեղի է ունենալու։ Ոմանք հիմա նայում են, ես հեռուստացույցով, մամուլով նայում եմ, հայտարարում են, որ մենք հիմա մեծ թիմ կկազմենք, մենք ենք որ կանք կգնանք ու կհաղթենք։ Այդ մարդիկ մոտետ թե վերջի 30 տարին Հայաստանում չեն ասում։ Այն միտքը, որ ես կարող եմ գնալ